Ոսկանապատ ինֆո լրատվական վերլուծական կայքի 3-ամյակը մեր աշխատակիցների մի մասը որոշել էր նշել Հայաստանի Հանրապետության հարավ-արևելքում տեղակայված զինված ուժերի մարտական հենակետերից մեկի զինծառայողների հետ։ Այնտեղ հայ-ադրբեջանական սահմանի ամենաթեժ կետերից մեկում ավելի քան մեծ անհամբերությամբ էին սպասում Ոսկանապատի աշխատակիցներին եւ ընկերներին։ Հայրենիքի սահմաններում կանգնած զինվորները անկեղծ խոստովանեցին, որ երկար էին սպասել տեղեկատվական դաշտի անվտանգության մարտիկների հետ հերթական հանդիպմանը։ Փորձի փոխանակում է անհրաժեշտ, կեսկատակ, կեսլուրջ ասաց մեր զրուցակիցներից մեկը՝ Էդիկ Շահնազարյանը։ Նա վստահ է, որ նման համագործակցությունն է, որ հաղթանակներ է ծնում, եւ նման համագործակցությունն է, որ ապահովում է մեր գերակայությունը թշնամու նկատմամբ։ Թուրքը որ ճիշտ չպայի, իրանց կպատժենք, իրանց հասնում է կտորել, եթե մենք իրանք մեզ մի հատ նեղություն տան, մի հատ վիրավոր դանք, պետք է իրանք 5 հատ տան։ Մենք պատրաստ ենք իրանց պատժելու եւ մեր աղբերները ինչքան որ արել են, ինչքան որ տան կտորել ենք, մենք մի հատ էլ նորից երկրորդ անգամ պատժենք։ Միշտ պատրաստ ենք մենք։ Այսօր հայկական երկու պետությունների սահմանները հուսալի ձեռքերում են։ Դիրքերում կանգնած մեր տղաները գիտակցում են իրենց վրա դրված առաքելության ողջ վեհությունն ու պատասխանատվությունը։ Մենք հաճույքով ենք կրում մեր ծառայությունը, ասում են հայ սահմանապահները։ Սակայն այդ հաճույքն ու սեփական ուժի գիտակցությունը կրկնապատկվում է, երբ հասկանում ես, որ քո կողքին կանգնած է եւս մեկ գումարտակ։ Գումարտակ, որի մարտիկները զոր ու գիշեր հսկում են հայրենիքի տեղեկատվական սահմանները։ Գումարտակ, որի մարտիկները ջախջախում են թշնամուն համացանցում։ Այդ գումարտակի անունն է Ոսկանապատ։ Շնորհավոր ենք Ոսկանապատ ինֆո կայքին, շնորհավոր ենք նրա հիմնադիրներին եւ խոստովանենք, որ նման համապետական համազգային նշանակության կարևոր գործանող տեղեկատվական դաշտի առաջամարտիկ կարելի ասել կայքը երկար եւ օգտակար աշխատանքի դեռ տարիներ ունենա, քանի որ այն գործ, որ կատարում է կայքը խմբագրակազմը հիմնադիրները առանց չգիտեմ մեծ առանձնահատուկ ավելնորդ մեծարելու մեծ նշանակություն է, շատ մեծ նշանակություն ունի եւ պետք է ասել, որ դրա շնորհիվ է, որ այսօր մենք շատ ավելի բարձր դիրքերում ենք գտնվում, քան մինչ կայքի ստեղծելը, մինչ կայքի գոյությունն ալա։ Հիրավի հայրենիքն ունի շատ սահմաններ։ Հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերները բազում են եւ բազմազան։ Մենք հաղթել ենք թշնամու ռազմի դաշտում, մենք հաղթում ենք թշնամուն քարոզչությունում, մենք պետք է հաղթենք թշնամուն նաեւ մեր կենսագործունեության մնացած բոլոր ոլորտներում, եւ այդ հաղթանակի միակ գրավականը իհարկե մեր միասնությունն է։ Այսօր Ոսկանապատը 3 տարեկան է, անցած 3 տարիները լեցուն էին ամենատարբեր իրադարձություններով, զգացմունքներով, կորուստներով ու ձեռքբերումներով, սակայն ամենակարևորը այն է, որ մենք ունենք մեր ոգեշնչման աղբյուրը, հայոց պետության սահմանին կանգնած հայ զինվորին։ Եվ ուրեմն ծնունդդ շնորհավոր Ոսկանապատ, եւ շնորհավոր ձեր տոնը, մեր շատ սիրելի ոսկանապատցիներ։ Շնորհավոր ենք մեզ բոլորիս Ոսկանապատի հերթական հոբելյանի կապակցությամբ, ցանկանանք ամենայն բարիք, նորանոր հաջողություններ մեր երկրի համար, մեր պետականության համար շատ կարևոր գործ անող մեր ինֆորմացիոն գործընկերոջը, ինֆորմացիոն ճակատի առաջամարտիկ, կայքին, ամենայն բարիք, շատ կարևոր առաքելություն ստանձնած կայք բոլորին խմբագրական ուրեմն կոլեգիայի անդամներին, պարոն Մելիք Շահնազարյանին անձամբ եւ շնորհակալ լինենք նման կայքի գոյության համար եւ շնորհավոր ենք։